Բարի գալուս Սիվիլներ, տաղավարի հյուրընկալել եմ Հույդա Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Պարոն Սաղաթելյան, այդ թվում ձեր դաշինքը ընդդիմության այսպես բլոկից հայտարարում է, որ անցած հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կեղծված են եւ պատրաստվում եք դրանք վիճարկել համանդրական դատարանում, բայց եթե դուք պնդում եք, որ այսպես հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, եթե այդպես է, ապա ինչու մենք օրինակ դրսում փողոցներում չենք տեսնում ձեր կողմնակիցների հազարավոր ձեր կողմնակիցների, որոնք ցույցեր են անում, չգիտեմ, դուք ղեկավարում եք այդ ցույցերը ընդդեմ իշխանության, ընդդեմ ընտրությունների կեղծման, ինչպես դուք եք պնդում, ինչու չկան այդ ցույցերը։ Գլխավոր պատճառը նաև նա է, որ երկրում համատարած տերոր է տեղի ունենում, այսինքն տեղեկատվական ու ֆիզիկական ահաբեկչություն է տեղի ունենում մեր ընտրողների, մեր ներկայացուցիչների, ցուցակում ընդգրկված անձանց, նախընտրական շտաբների, այսինքն եւ նախընտրական շրջանում, եւ բուն ընտրության օրը, եւ հետընտրական շրջանում իշխանությունը ամբողջ երկրում բռնաճնշումների, ապօրինությունների, հանցագործությունների մի հատ մեծ միջոցառումների մեջ է եւ մարդկանց տրամադրության վրա դա եւս ազդում է։ Դրանից բացի ընդդիմությունը եկեք ճշտենք, քան տերոր ասելով նկատի ունենք, որ ձեր կողմնակիցները կամ ձեր շտաբի աշխատակիցները ձերբակալվել են այս ընթացքում։ Այս ընթացքում ձերբակալվել են, շարունակում են հարցաքննություններ, շինծու մեղադրանքներ, բռնաճնշումներ, աշխատանքներից ազատվել։ Մենակ այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողով, եթե նախագահ Քոչարյանից բացի եւս 2 հոգի տանում են անձեռնամխելիությունից զրկելու։ Այս ընթացքում բազմաթիվ Գյումրիում, Աշտարակում, Աբարանում, Տաուշում, տարբեր ամբողջ հանրապետության տարածքում մեր նախընտրական շտաբների գործունեությունը փորձել են պարալիզացնել, խոչընդոտել, ապօրինի միջամտել, սահմանափակել։ Ամենացայտուն դեպքը, երբ որ ընտրության օրը մեր Գյումրիու նախընտրական շտաբի պետին ձերբակալում են, տեղափոխում Երևան, տանում քննչական, ԱԱԾ, հակակոռուպցիոն, վերջում ասում են թուրիմացություններ, սխալ մարդու ենք ձերբակալել, այսինքն տերոր որ լիներ, չէ, այս պարագայում կոնկրետ խնդիրը դրված եղավ մեկուսացնել, մյուսներին ապօրինի կալանավորել են, շարունակում են։ Այնուամենայնիվ, եթե մարդկանց մոտ կա անարդարության զգացում, պետք է լինի այդ դրա դրսևորումը։ Դեռ փաստ չի որ չի լինելու։ Առաջկայում դիմելու ենք սահմանադրական դատարան, մինչև շաբաթվա վերջ, եւ կարծում եմ այդ օրերին որոշակի բողոքի ակցիաներ, քայլեր եւ գործողություններ տեղի կունենան։ Պլանավորում եք մեծ եւ պերմանենտ բողոքի ակցիաներ։ Այս պահին քննարկում ենք, ձեռնպահ կմնամ կոնկրետ հայտարարությունից, բայց բնականաբար նաեւ այդ հարցը եւս մեր օրակարգում է։ Օրինակ ձեր կողմնակիցները ինչ են ասում ձեզ, իրենք պատրաստ են դուրս գալ փողոց, պատրաստ չեն դուրս գալ փողոց, քննարկումներ անցկացնում եք, չեք անցկացնում։ Շատ բաց անկեղծ ասեմ, տարբեր մոտեցումներ կան, իհարկե քննարկումներ ունենում ենք։ Մի մասը գտնում է, որ պետք է դուրս գալ, այս ապօրինության դեմ առնել, բողոքը արտահայտել։ Մի մասը գտնում է, որ պետք է ինքնակազմակերպվել, այս առաջի հարվածներին դիմակայել, նոր այդ փորձել ավելի կազմակերպված դուրս գալ, այսինքն տարբեր մոտեցումներ կա, քննարկում ենք, գնահատում ենք, կգտնենք որն ավելի արդյունավետ ճանապարհ է, ճանապարհով կգնանք։ Բնականաբար մեր օրակարգում մշտապես այդ հարցը կա եւ մենք գնահատելու ենք դա երբ անապատակահարմար եւ այո, դա ինքնաբուխ տեղի չի ունենալու, առնվազն ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է նախաձեռնությամբ հանդես գան, քաղաքացիներին ճանապարհային քարտեզ ցույց տան, ծրագիր ցույց տան եւ դրա շուրջ իրականացնեն այդ համախմբումը եւ մարդկանց փողոց դուրս բերեն։ Ձեր ուրեմն քաղաքական ուժի ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց նրա մասին, որ պատրաստվում եք դիմել համանդրական դատարան իր ասուլիսում, բայց ասաց, որ մեծ ակնկալիքներ չունեք։ Ընդդիմությունը մեղադրում է ընդհանրապես դատական համակարգը դիտարկում է որպես այս իշխանության, այսպես կցորդ կամ չգիտեմ ենթակա մարմին եւ այլ, թեպետ իշխանությունը դա հերքում է։ Բայց եթե դատական համակարգը դիտարկում եք այդպեսին, եթե մեծ ակնկալիք չունեք համանդրական դատարանից, ինչու գնալ այդ ճանապարհով եւ ինչու էներգիա ծախսել այդ ուղղությամբ։ Հիմա հակառակն մենք ասում ենք, որ
ընտրական process-ը տեղի ունեցել ոչ ազատ, ոչ արդար, ոչ թափանցիկ եւ այդ իրավական ճանապարհով առնվազն չենք անցնում։ Այսինքն, այո, մենք գտնում ենք, որ ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ այս հանցավոր ռեժիմի կցորդն է, նույնն էլ սահմանադրական դատարանը, բայց առնվազն սահմանադրական դատարանը այն տեղն է, որտեղ մենք փաստերով հիմնավորված մանրամասնորեն ներկայացնելու ենք այն բոլոր ապօրինությունների շղթան, որ տեղի է ունեցել։ Դատարանը կգտնվի իր տեղում, իր դերում, այդ գնահատականը կտա շատ լավ, եթե չէ, ինքը կդառնա այս ռեժիմի կցորդը եւ կապացուցի, որ կապ չունի, դրա համար փաստեր ունենք, Սա այն սահմանադրական դատարանն է, որը խախտումներով իշխանության կողմից ամբողջ կազմը փոխվել է եւ կան մարդիկ, ովքեր հիմա օրինակ օրեր առաջ ընտրություններից 15 օր առաջ ԿՊ խմբակցության մի падգամավոր դարձավ սահմանադրական դատարանի անդամ։ Դրանից առաջ մեկ ուրիշը, այսինքն իրենց կուսակցության անդամներից ձևավորած սահմանադրական դատարանը։ Հիմա այդքանով հանդերձ, եթե դատարանը իր մեջ ուժ կգտնի, կմնա օրենքի շրջանակներում, կկայացնի արդարացի որոշում, շատ լավ, եթե չէ, այդ գնահատականը կտանք ու դրանից բխող իրականացնենք մեր քայլերը։ Ամեն դեպքում սա մի ճանապարհ է, որը պետք է անցնենք։ Եթե չէ, ինչ եք անելու դրանից հետո։ Եթե չէ, կհայտարարենք ինչ ենք անում։ Եթե չէ, մենք շատ կարևորում ենք այս ընթացքում ընդդիմության միասնական որոշումը եւ միասնական քայլերն ու գործողությունները։ Քննարկելու ենք խորհրդարան անցած, ինչի՞ չէ նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ մեր անելիքները, ծրագիրը եւ ըս ամեն ինչի խորքում դրված է լինելու պայքարի տրամաբանությունը, այսինքն ինչ անենք, ինչպես անենք, որն են արդյունավետ ճանապարհը, որ կարող ենք այս ռեժիմի գործունեությունը մեր գնահատմամբ հակապետական գործունեությունը կասեցնել։ Մանդատները վերցնել թե ոչ։ Տեսեք, շատ անկեղծ եւ բաց ասեմ, բավականին բարդ խնդրի առաջ ենք կանգնած։ Մեր ընտրողների մի մասը գտնում է, որ պետք է վերցնել, մի մասը գտնում է, որ պետք է բացառել։ Հեշտ լուծում չի լինելու։ Մեր համար դա բավականին դժվար որոշում է լինելու։ Բայց մենք այդ որոշմանը գնալու ենք սառը, տրամաբանված, հաշվարկված եւ խորքում դրվելու է նորից եմ կրկնում պայքարի տրամաբանություն։ Տեսեք, եթե մենք պարզ ասեմ, գնում ենք խորհրդարան, լինում ենք այդ մի այս բառի ես իրավունք ունեմ օգտագործելու հանցավոր շրջանակների այդ մի միջավայրում, որտեղ թքած ունեն սահմանադրության վրա, թքած ունեն օրենքների վրա, ժողովրդի իշխանությունը կամ ժողովրդավարությունը լոկ պարզապես խոսքեր են։ Եթե չեն գնում խորհրդարան, հնարավորություն ենք տալիս առնվազն անխոչնդոտ, առանց որևէ դիմադրության այս ռեժիմը շարունակի իր գործունեությունը։ Գնալով խորհրդարան, մենք ինչ որ տեղ ստանձնում ենք պատասխանատվություն, դառնում ենք թիրախ եւ իշխանության, եւ արտախորհրդարանական ուժերի, եւ արմատական զանգվածի համար այդ սպասելիքները բավարարելու եւ հաջողության հասնելու համար չգնալով խուսափում ենք այդ պատասխանատվությունից։ Եվ ինչին է քակված հիմա ավելի շատ։ Տարբեր են տեսակետները։ Անկեղծ Դուք անձամբ ես ունեմ կարծիք բավականին ձևավորված, բայց անկեղծ քանի որ ես կուսակցության ներկայացուցիչ եմ, իմ անձնական կարծիք չեմ կարող ունենալ, դա եթե ասեմ կստացվի կուսակցության։ Իսկ հայեղապահական դաշնակցություն կուսակցությունը ինչ կարծիքի է։ Հենց նույն կուսակցության մեջ կան տարբեր տեսակետներ։ Հենց նույն կուսակցության մեջ։ Մի մասը շատ արմատական պնդում է, որ մեզ քվեարկել է 550,000 քաղաքացի։ Ընդդիմությանը նկատում եք։ Այո, ընդդիմությանը։ Մեզ շուրջ 150,000 քաղաքացի եւ այդ պատասխանատվության զգացումով պետքա գնալ եւ պայքարը շարունակել եւ մանդատ վերցնելը չի նշանակում բացառել փողոցային պայքարը, ժողովրդական շարժումը եւ այլն։ Մի մասը գտնում է, որ անիմաստ է ընդհանրապես պետքա Փաշինյանին թողել իր ընտրողների հետ եւ անիմաստ է գնալ խորհրդարան։ Այսինքն կան տեսակետները տարբեր տեղ եւ մենք պետքա գտնենք սառը կշռադատված լուծում։ Իմիջիայլոց ասեմ, որ նաեւ շատ կտրուկ եւ արմատական դիրքորոշում ունեն նրանք, ովքեր ասում են գնացեք վերցրեք մանդատը, չվերցնելը դա խուսափել է, դա պայքարից թռնել է, պատասխանատվությունից 500,000 մարդ ձեզ քվեա տվե։ Ինչ ես ասում, որ չես գնում։
Կա նաև հակառակը։ Հիմա մենք ամեն դեպքում շատ սառը հաշվարկով իմիջիալոց ասեմ, ամեն դեպքում ալտերնատիվան ենթադրում եմ, եթե վերցնում եք մանդատ, ապա պետք է ասեք ինչու չվերցնել ավելի վատ այլ ընտրանքեր, քան վերցնելը, կամ եթե չեք վերցնում եւ գնում եք փողոցային պայքարի, պետք է բացատրեք ինչու չվերցնել ավելի ճիշտ այլ ընտրանքեր, ինչ առավելություններ ունեն։ Վակումը, տեսեք, հիմա մի վակում կա, նաև կոմունիկացիայի խնդիր կա, որովհետեւ քանի որ մենք վերջնական որոշում չունենք այդ մասին, նաև չեն կարողանում այդ ամբողջական բացատրությունը կոմունիկացիան մեր ընտրողների հետ ունենալ։ Դա հավանաբար Սահմանադրական դատարանից հետո, որոշումից հետո։ Սահմանադրական դատարանի արդեն դիմել եք Սահմանադրական դատարան դիմելու ենք մինչև 19-ը եւ Սահմանադրական դատարանը, եթե չեմ սխալվում, երկու շաբաթվա ընթացքում պետք է իր դիրքորոշումը հայտնել։ Ձեր պահանջը վերաքվեարկություն անցկացնել ամբողջ Հայաստանով։ Այո, եւ որքան որ ես տեղյակ եմ, որքան չէ տեղյակ եմ, 5 քաղաքական ուժ առնվազն, եթե ոչ ավել դիմելու է, եւ պահանջների մեջ կա կոնկրետ եւ այն 3 տեղամասերում վերաքվեարկության հարց կա երկրորդ փուլի գնալու այսպես ասած դիմում եւ կա առհասարակ ընտրության արդյունքները անվերջ ճանաչելու։ Այսինքն 3 օպցիայով էլ դիմելու եք, ճիշտ եմ ասում։ Տարբեր ուժեր, տարբեր օպցիաներով այսպես ասած։ Հասկանում եմ, Սահմանադրական դատարանը մի քանի ամիս, այսինքն քննարկելու է տարբեր երկու շաբաթ։ Չէ, եթե տարբեր ուժեր, եթե միասնական դիմում չի։ Ես որքան գիտեմ, ինքը ամեն դեպքում մի վարույթի շրջանակներում է լինելու եւ սահմանված ժամկետ կա 2 շաբաթ, դրանից ավել չի տևելու։ Պարոն Սաղաթելյան, տեսեք, դուք ծանոթ եք հավանաբար, հատկապես Հանրապետական կուսակցության կողմից եւ կուսակցության համագիրների կողմից հնչեցվող այն քննադատությանը, որ նախ որ չպետք է մասնակցեիք որպես քաղաքական ուժ այս ընտրություններին եւ թողնեիք սև ու սպիտակի ընտրություն լիներ ուժեղ Հայաստանի եւ քաղաքացիական պայմանագրի միջև եւ երկրորդը մասնակցելուց հետո չպետք է վերցնեք մոտավորապես այդ քննադատությունների մասին որ վերցնում եք ինչ անեք գնալու եք ազգային ժողով եւ Հանրապետական կուսակցությունը ձեր բանը ասա։ Ոչ թե Հանրապետական կուսակցությունի նկատի ունեմ տարբեր համակիրների հայտարարությունները։ Մոտավորապես նրա մասին էր, որ լավ կլինի մինչև ընտրությունները հատկապես, որ չմասնակցեք։ Հիմա մինչև ընտրություններից կանք, հա։ Այդ քննադատությունները ձեզ համար հասկանալի են, ընդունելի են կամ չգիտեմ ինչպես եք վերաբերում այդ քննադատություններին, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի հակավարկանիշը այնքան բարձր է, որ մարդիկ չցանկանալով նրա վերադարձը կգնան եւ կընտրեն Նիկոլ Փաշինյանին եւ որքանով այս ընտրություններին դա հաստատվեց ըստ ձեզ։ Ես այդ քննադատություններին խոսույթին ծանոթ եմ, իմ համար անընդունելի է, բայց հասկանալի ինչ են իրենք ասում, ինչ են անում։ Ընդդիմությունը նաեւ ունեն բավականին նոր ուժեր, այլ ընտրանքներ, որոնք միշտ ասում էին դուք եք պատճառը, որ այս իշխանությունը վերարտադրվում է եւ այդ հիմնավորմամբ եկան մասնակցեցին, ձայներն էլ փոշիացրեցին եւ իբրև նոր ուժ մաքուր ձեռքերով ինչպես իրենք են իրենց ներկայացնում, բաթո ձայն հավաքեն։ Խորհրդարանական համակարգում անտի-ռեյտինգից բացի պետք է ունենալ ռեյտինգ։ Այսինքն եթե մարդ քաղաքական դաշտում իրենից ոչինչ չի ներկայացնում, ինքը ոչ ռեյտինգ ունի, ոչ էլ անտի-ռեյտինգ ունի։ Այո, մեր դեմ, դաշինքի դեմ, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեմ, որոշ ուժերի կոնկրետ շրջանակների կողմից երկարաժամկետ հակաքարոզություն է տեղ ունեցել եւ այսքան ժամանակ քաղաքականության մեջ, Հայաստանի նոր անկախ պատմության մեջ մեծ դերակատարություն ունեցող անձը, այո, ունի նաեւ որոշակի անտի-ռեյտինգ, բայց փաստը ցույց տվեց, որ քաղաքական քվեն, գիտակից քվեն, շատ կարևոր քվե, շուրջ 150,000 մարդ եկավ քվեարկեց եւ ամենամարդամոտ, ամենաքաղաքական ընտրարշավ իրականացրեց մեր դաշինք։ Իսկ ինչ վերաբերում է վերածել սև ու սպիտակի 21 թվականին, իրականում այդպես էր։ 21 թվականում կար Նիկոլ Փաշինյան, երկու բևեռային։ Եվ ըստ էության ընդդիմության կողմից այլընտրանք հակաիշխանական զանգվածին մեր ժողովրդին չկար։ Եվ կար, այսինքն պատիվ ունեմ, որը շատ ասոցացվում էին երկու ուժերը, այսպես ասեմ, այսպես ձևակերպեմ։ Բայց այս ընտրությանը ու նաև ընդդիմության այս 550,000 քվեի արձանագրումը պայմանավորված էր նրանով, որ ընդդիմությունը ներկայացավ մի քանի բլոկներով եւ մի քանի դեմքերով, որ ավելի արդյունավետ էր։ Եվ մենք հիմա էլ ենք գտնում, որ այս ճանապարհը
ավելի արդյունավետ էր, ուրիշ բան, որ ընդդիմությունը Կարծում որ եթե դուք չմասնակցեիք, օրինակ չգիտեմ, այլ ընդդիմադիր ներկայացուցիչներ կամ ուժեր չմասնակցեին, ուժեղ Հայաստանը ըստ այդ մարդկանց քննադատության ավելի մեծ շանսեր կունենար բացարձակ։ Մենք ինչով ենք խանգարել ուժեղ Հայաստանին։ Այդ նույնն է, որ ասենք ոչ մի կուսակցություն թող չմասնակցի։ Հակավարկանիշով իրենց կարծիքով Ռոբերտ Քոչարյանի հակավարկանիշով շահակի մարդ գնացել ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն եթե չէին ուզում մարդիկ ընտրեին Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանի հակավարկանիշից պատճառով թող գնային քվեարկեին այլ ընդդիմադիր ուժերի։ Դա մի հատ մեծ բլեֆ է, կեղծիք է, որը նետվել է քաղաքական դաշտ ու սնուցում է այսօրվա իշխանությանը։ Այսինքն ինչ է նշանակում քո հակավարկանիշի պատճառով չեմ քվեարկում մեկ այլ ընդդիմադիր ուժի, այլ գնում քվեարկում եմ իշխանության։ Սա դաշտ նետված կեղծ թեզ էր, որ այս ամբողջ ընթացքում հիշում եք, այդ նույն շրջանակներ ասում են, շեմը չեք անցնի, երթում էին ուտում։ Ներողություն քֆուր էին ուտում եթերով, որ դուք չեք անցնելու։ Դուք նկատի ունեք Հայաստան դաշինքը։ Հա, մեզ։ Այո։ Հիմա էլ այդ չանցած ուժից ինչ որ պահանջներ են դրում, թե ինչ պետք է անի։ Այս շատ ուղղորդված հետևական։ Բայց այնուամենայնիվ ձեր քաղաքական ուժը, որ 2021-ին ստացել էր մոտավորապես 22% ձայն, եթե չեմ սխալվում, հա, եւ դա 220 թե ավել հազար քվե էր, 270 ներողություն։ Հիմա ստացավ մոտավորապես դրա կեսը։ Քվեների քանակի տեսանկյունից եմ ասում։ Այո, 60%։ Այո, 60%-ը։ Երբ որ դուք ասում եք, օրինակ, չգիտեմ, խորհրդարան գնալ եւ պայքարել իշխանության դեմ այնտեղ նաեւ, նախորդ փորձը ձեզ ինչ է ասում, ստացվում է խորհրդարանում պայքարել իշխանության դեմ, թե խորհրդարանում ավելի շատ հյուծվում է ընդդիմությունը։ Գիտեք, այո, խորհրդարանում նաեւ հյուծվել է ընդդիմություն։ Մենք 5 տարի եղել ենք իշխանության գլխավոր թիրախ։ Այո, մենք դա ընդունում ենք։ Այդ մեքենան, որ մեր դեմ աշխատել է, մեր վարկանիշի, մեր գործունեության, այո, մեզ ինչ որտեղ հյուծել է, բայց դրա արդյունքում նաև իշխանությունն է հյուծվել։ Մենք ամբողջ հարվածը վերցրել ենք մեր վրա եւ փողոցում, եւ խորհրդարանում, դարձել ենք թիրախ, իսկ դա ենթադրում է նաև, եթե հաջողության չես հասնում, քո վարկանիշի նվազմանը։ Իշխանությունը ինչպես է հյուծվել ներողություն։ Հյուծվել է, որովհետեւ այս իշխանությունը առնվազն որ 550,000 մարդ, տեսեք իրականում ինչ է տեղ ունեցել, 550,000 քվ արձանագրվել է ընդդիմության օգտին։ Խոսքը 3 ուժերի մասին է։ Այո, 3 ուժերի մասին է։ Հա չէ, եթե Արման Թաթոյանին էլ գումարեն, գուցե ավելի շատ։ Առնվազն 740,000 մարդ չի քվեարկել այս իշխանությանը, չնայած արտաքին աննախադեպ միջամտությանը, պետական վարչական ռեսուրսների լայնածավալ աննախադեպ կիրառմանը իշխանությունը 50 ավել չի կարողացել ստանալ։ Հիմա այս իրավիճակում բնականաբար մենք սա չենք համարում հաղթանակ, բայց առնվազն որ իշխանությունը հյուծվել է եւ դարձել է սովորական մի իշխանություն, որը այն ժողովրդի աջակցությունը կորցրել է եւ հույս է դրել պետական վարչական ռեսուրսի արտաքին աջակցության վրա, դա ակնհայտ։ Բայց արտաքին աջակցություն ընդդիմությունն էլ ուներ, եթե ձեզ համարենք կամ ինչպես դուք եք ձեզ համարում պրոռուսական օրինակ, որ ինչպես Պուտինն ասում էր, որ թույլ տվեք պրոռուսական ուժերին մասնակցել ընտրություններին եւ ձեզ եւ ոչ միայն ձեզ, նաեւ ուժեղ Հայաստանին ըստ քրեական վարույթներով անցնող տարբեր նյութերի մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ Ուրեմն, որ ասում եք աջակցել են, որ երկրի ղեկավարն է հայտարարել, որ ընդդիմությանս ինչ ուզենք քվեարկենք։ Չէ, հայտարարվել է պրոռուսական ուժերին թույլ տվեք մասնակցել ընտրություններին։ Թրամփ, Մակրոն, Վենս, Ռուբիո, Բրյուսելի ամենաբարձր բոլոր պաշտոնյաները ուղիղ փող են տվել իշխանության իբր հիբրիդային պատերազմի դեմ են պայքարում, բայց այդ փողը վերցրել մեր դեմ են պայքարել։ Ամեն կերպ աջակցել են այս իշխանությանը։ Իսկ որտեղ եք մի հատ ռուսական աջակցություն տեսել ընդդիմությանը, կոնկրետ մեզ Հայաստան դաշինքին, ինչով են աջակցել, ով է աջակցել։ Կոնկրետ ձեզ չգիտեմ, եղել է հայտարարություն եւ եղել են նաեւ ուրեմն էլի հայտարարություններ նրա մասին, որ օրինակ Ռուսաստանից մարդկանց են բերում կազմակերպված ձևով Հայաստան, որ ցենտրեն ընտրություններին։ Ով բերեց, ում քվեարկին իրականում։ Ես շատ վստահ չեմ, ես լիքը մարդ գիտեմ, որ եկել է Ռուսաստանից աշխատել է ԿՊ-ի համար։ Շատ կոնկրետ, շատ անուն ազգանունով, ու ավելի այլանդակ կերպով։ Այսինքն բերել էին, որ ուժեղ Հայաստանին Ես չգիտեմ ով է բերել, բայց երբ որ ասում են Ռուսաստանից մարդ էին բերում, որ ձեզ քվեարկի, ես էլ ասում շատ կոնկրետ, շատ հայտնի մարդիկ, եկել են նույն Տաուշի մարզում ու տարբեր Գեղարքունիքի մարզում, դրանց եթե նկարեին,
Իմիջիայլոց ասեմ, եթե մեկը դատախազությունը զբաղվի ԿՊ-ի վարած պետական տված կաշառքով ինչեր են արել այս ընթացքում, օրինակ մի հատ հարց։ Իմիջիայլոց դուք էլ ձեր ընկերությունը սովորաբար նման ուսումնասիրություններ անում են։ Մի հատ վերցրեք, խնդրում եմ տեսեք նախընտրական շրջանում եւ դրանից առաջ Հայաստանում համայնքներում խոշորացված որքան գույքահար կա զեղչվել։ Չգիտեմ, տեղյակ չեմ։ Հետաքրքիր բան եմ ասում, խնդրում եմ մի հատ ուսումնասիրեք։ Ու դուք տեսնեք, որ նախընտրական ինչ մեթոդներով են կաշառք տվել։ Տեսեք սահմանամերձ գյուղերում։ Այսինքն դա տոտալ բնույթ է կրել ձեր կարծիքով։ Դա համատարած բնույթ է կրել։ Դա համատարած բնույթ է կրել եւ դե վերցրեք վերջի 2 ամսվա ընթացքում, տեսեք մի շարք ավականիների որոշում շատ թիրախավորված, որքան գույքահարկ են օրինակի համար զիջել քաղաքացիներին։ Դա ընտրակաշառք է եղել, թե ոչ։ Վերցրեք սահմանամերձ շրջաններում, տեսեք օրինակ ինչ բնույթի պետական աջակցություններ են արել 2 ամսվա մեջ անհատական ընտանիքների, ինչ ծրագրերով։ Վերցրեք այդ նույն, որ ասում են արտաքին շրջանակներ։ Այսինքն դրանք մինչև այդ չիրականացված ծրագրեր են եղել, որ իրականացվել են, թե մինչև այդ էլ են իրականացվել։ Կրել են կոնկրետ նախընտրական բնույթ, կոնկրետ թիրախավորված ու մարդկանց էլ երբ որ ասել են գույքահարկը զեղչում ենք, որ էս անայես։ Քեզ այս ինչ ծրագրով աջակցություն ենք տալիս, ինչ նպատակով։ Եթե ունեք նման ծրագրեր, եթե դատախազությունը կհրապարակենք հիմա սահմանադրական դատարանում, նաև այդ հարցերի մասին դա պետք է դիմեիք դատախազություն այդ հարցով պետք է դուք հիմա հրթիռակոծեիք այդ փաստերով դատախազությունը։ Նշան ինչ որ շարժման համար դատախազությունը 5 րոպե հետո գործ է հարուցում կամ բազմաթիվ հրապարակումներ, հայտարարություններ, կոնկրետ դեպքեր, դատախազությունը չի առաջնորդվում օրենսդրությամբ, սահմանադրությամբ, դատախազությունը առաջնորդվում է կառավարության հրահանգներով։ Երբ որ, այսինքն Պարոն Սահակյան, ես դա հասկանում եմ, բայց դուք սահմանադրական դատարանի դեպքում ասում եք, որ ինքը կցակառույց է, չգիտեմ, կցորդ է իշխանությանը, բայց այնտեղ դիմում ներկայացնում եք, բայց հստակ փաստեր ունենալով ինչպես դուք եք ասում, դատախազություն դիմում չեք ներկայացնում։ Ուրեմն ընտրությունների օրը տասնյակ, մի քանի տասնյակ դիմումներ ենք ուղարկել, այո, դատախազությանը, տարբեր իրավապահ մարմինների, որևէ մեկից պատասխան չենք ստացել, որևէ վարույթ, որևէ բան։ Հա, այսինքն գիտեք, Արշալույս ջան, դուք էլ մեր երկրում եք ապրում, գիտեք այս բարքերը, գիտեք կանոնները, գիտեք այդ ամեն ինչ, այստեղ զարմանալու բան չկա։ Մենք չենք հետ կանգնելու։ Մեզ նաև ժամանակ է պետք է ամեն ինչը ուսումնասիրելու։ Հենց հիմա նաև մենք ուսումնասիրում ենք հրապարակված ցուցակներ ընտրողների։ Հա, դե դա մի քիչ երկար ուսումնասիրության թեմա է։ Պատասխանատվությունների ինչ որ մի հատ հետք կա, որը պետք է հասկանանք։ Լավ, տեսեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հայտարարեց հետևյալը. առաջիկա քաղաքական օրակարգը, առանցքային քաղաքական օրակարգը իշխանության լինելու է, չի կարող լինել իր բառերն եմ ասում, այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցության ունեզրկումը, կուսակցությունը ունեզրկել։ Եվ դրանից հետո կամ այդ ընթացքում դրան զուգահեռ ընդդիմության 3 առաջնորդները, ու ֆորմալ առաջնորդների մասն է կոնկրետ մեկի դեպքում Նարեկ Կարապետյանի ելքը արգելափակվեց Հայաստանից, Ռոբերտ Քոչարյանի ելքը արգելափակվեց Հայաստանից եւ ուրեմն Գագիկ Ծառուկյանի ելքը արգելափակվեց Հայաստանից։ Ինչպես եք դուք ընկալում այս հայտարարությունը։ Գիտեք, իշխանությունը իր արժեվ դրած խնդիրը չի լուծել։ Եվ որպեսզի իր իշխանությունը ամբողջական կարողանա վերարտադրությունը ապահովել եւ ամրացնել, դրա համար առաջին հերթին ինքը չի ուզում հաշվի նստել 550,000 ու ավել քաղաքացիների առնվազն շեմ հաղթարած ուժերի մասն եմ ասում փաստի հետ, փորձում է ապա լեգիտիմացնել ընդդիմությանը, ասել դե դուք դա կաշառքով եք ստացել, որպեսզի դրանով հիմնավորի իր քայլերը, գործողությունները, ապօրինությունները ընդդիմության դեմ։ Ինքը փորձում է այս ճանապարհով ակնհայտ ապօրինությունների, բռնաճնշումների սահմանափակել ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը, որպեսզի կարողանա իրականացնել Ալիևին տված խոստումները։ Առաջիկայում իշխանությունը ունի տված ծանր խոստումներ, որ պետք է իրականացնի, իսկ դրա համար պետք է
ընդդիմադիր քաղաքական ուժերին ու հատկապես ազգային ուժերին, նրանց, ովքեր դիմադրության օջախներն են մեր երկրում, մեկուսացնի կլինեն, ինքը դրանով չի բավարարվելու, փորձելու այլ քաղաքական ուժերի, անհատների հետ անցնելու լրագրողների, փաստաբանների, այսինքն գնում է տոտալ դիկտատուրայի։ Ինչի նկատի ունեք ասելով, որ պետ բան Ալիևին ինչ-որ խոստումներ ունի տված։ Շատ բարձ ասեմ, սահմանադրության փոփոխություն։ Բայց 3 դրա 2/3 չունի, դա ինչպես է իրականացնում։ Դե փորձելու է ճանապարհ գտնել։ Օրինակ 3 խորհրդարանում մի խայտարակ օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ եւ շատերը հիմա ամբողջությամբ չեն հասկանում ինչա կատարվում, բայց եթե ժամանակ ունենք 6 ամսյա ցենզի մասին է խոսքը։ Իսկ հետաքրքիր ինչի է դա անում։ Որ ռեֆերենդումին չմասնակցեն նաեւ։ Որ ռեֆերենդումի ժամանակ իջացնի շեմը հաղթահարման։ Այսինքն հանրակրվեի ժամանակ, որպիսի դրված հարցը կեսից ավելը պետք է մասնակցի եւ այդ կեսը լինի հստակ Հայաստանում այդ պահին ապրողները։ Առնվազն այո ասի։ 2.500.000 ընտրողի դեպքում 25%-ով 620-30-40. Այսինքն կարծում եք սա արվում է ոչ թե ապագա ընտրությունների, առաջին հերթին ռեֆերենդումի համար։ Սա անում է նաև ընտրացուցակը մաքրելու 2.500.000 իջացնելու 1.8, 1.7 եւ շեմը հանրակրվեի հաղթահարման, որպեսզի դարձնի 450.000 կամ 500.000։ Այս գլխից այդքան կնվազի ընտրացուցակը 2.500.000-ից գիշի 1.8 միլիոն։ Չափանիշը կիրառի, որ վերջի 6 ամիսը Հայաստանում, ես կարծում եմ առնվազն մեծ թիվ նվազելու է, բնականաբար կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց ենթադրվում է, որովհետև մեր շատ քաղաքացիներից տարին մի քանի տասնյակ հազար մարդ արտագնա աշխատանքի է։ Բայց այնուամենայնիվ գաղափարին ինչպես եք վերաբերում եւ դա շատ էր քննարկվում եւ ես չեմ կարող ասել, որ դա միայն իշխանության էլեկտորատի կամ իշխանության կողմնակիցների շրջանում էր քննարկվում։ Կային նաեւ մարդիկ, որոնք իշխանության ամենևին իշխանության կողմնակիցները չէին եւ վատ էին վերաբերում այն գաղափարին, որ Հայաստանում չապրող թեկուզ Հայաստանի քաղաքացին գալիս է Հայաստան ընտրությունների օրը ընտրելու եւ ազդեցություն կարող ունենալ իշխանության ձևավորման վրա։ Գիտեք, սա շատ խորքային ու գաղափարական հարց։ Մենք ինչպեսի պետություն ենք ուզում ունենալ եւ արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալ դեպքում Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ, թե առհասարակ աշխարհասփյուր հայ ժողովրդի համար։ Սա հերթական քայլն է հայ մարդուն, ով չի ապրում Հայաստանում, կտրել պատասխանատվությունից եւ հեռացնել ամբողջությամբ։ Աշխարհի բազմաթիվ երկրներում նույնիսկ նրանց սփյուռքն է քվեարկում։ Ինչ է նշանակում, այսինքն այդ չապրողների մեծ մասը կպարզվի, որ հարկ են վճարում պետությանը, ծառայել են հայկական բանակում, իր ընտանիքի անդամները մեր երկրում են ապրում, հարկ վճարում։ Այսինքն դու այդ մարդուն ինչ իրավունքով ես զրկում։ Այս գլխից կեղծում են, փորձում են մի հատ ճանապարհ գտնեն, գնան հանրակրվեի, բայց քանի որ գիտեն այնտեղ էլ դժվարություն ունեն, գնում են այս ապօրինությանը։ Այս ընթացքով ԿՊ-ն մի օր մի նախագիծ է բերելու, որ բոլոր նրանք, ովքեր մեզ չեն քվեարկում, իրավունք չունեն գնան քվեարկության։ Սա նաև պետության կոնցեպտի հեռանկարի իմաստով վտանգավոր քայլ է, որը մեր համար անընդունելի է։ Այսինքն 5 տարի առաջ ասում էին ընտրական туриզմի եկեք Հայաստանում, բոլորին հրավիրում էին, ինչ եղավ, ինչ եք մարդկանց հեռացնում, ընտրական туриզմը չգիտեմ, բայց հրավիրում էին իսկապես ներդրումներ անել Հայաստանում եւ Հայաստանում ապրել եւ բնակարան ձեռք բերել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլենտ տաղավարում ես զրուցեցի Իշխան Սաղաթելյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։